Համազարկով։ Արի ինչ լսում ես ինձ։ Կրակ։ 2020 թվական սեպտեմբերի 27 7:10 րոպեին Արցախում հնչեց տագնապի առաջին ազդանշանը, որը գուժում էր Արցախյան երկրորդ պատերազմի սկիզբը։ Այդ օրը դարձավ մեր պատմության ամենաարյունոտ էջերից մեկը։ Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց, նպատակ ունենալով ուժի միջոցով լուծել Արցախյան հիմնախնդիրը։ Ադրբեջանի թիրախում առաջինը հայտնվել էր պաշտպանական բանակի հակաօդային պաշտպանության համակարգը, որի մեծ մասը ոչնչացվել էր։ Բացի այդ, զգալի վնաս էր հասցվել նաև հրետանուն։ Պատերազմի առաջին օրը, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմը 58 զոհ եւ 100-ից ավելի վիրավոր ուներ։ Նույն օրը ազգային ժողովում արտահերտ նիստ գումարվեց եւ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարվեց։ 44 օր շարունակ հայկական կողմը միայնակ պայքարում էր թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ։ Թուրքիան բացահայտ ցույց էր տալիս իր ներգրավվածությունը պատերազմում, երբ դրա մեկնարկից ընդամենը 2 օր անց, սեպտեմբերի 29-ին, խոցեց հայկական զինված ուժերի Su-25 ինքնաթիռը։ Բաքուն չէր թաքցնում ոչ թուրքական բայրակթարների, ոչ թուրք ռազմական գործիչների ներգրավվածությունը, ոչ էլ անգամ փաստը, որ Թուրքիայի միջոցով Ադրբեջան են տեղափոխվել հարյուրավոր սիրիացի զինյալներ։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նպատակ ուներ ոչ միայն ռազմական հաղթանակի հասնելու, այլև այս անգամ վերջնականապես լուծելու Արցախը որպես հայկական տարածք ճանաչելու հարցը։ Հարձակման առաջին իսկ օրվանից հակառակորդը կիրառեց հարձակվողական մեծ ուժեր, օգտագործելով տանկեր, հրետանի, անօդաչու թռչող սարքեր եւ այլ ծանր տեխնիկա։ Ադրբեջանը, չնայած իր զորքի թվաքանակին եւ զինտեխնիկայի առավելությանը, չհասավ իր գլխավոր նպատակին՝ Արցախն ամբողջությամբ գրավելուն։ Սակայն պատերազմի ընթացքում ադրբեջանական զորքը գրավեց բազմաթիվ տարածքներ, այդ թվում Շուշին, Հադրութը, Ջրականը եւ Մատաղիսը։ Այս կորուստները հսկայական ազդեցություն ունեցան թե մարտավարական, թե ռազմաքաղաքական տեսանկյունից։ Հոկտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռազմաճակատի տարբեր հատվածներում իրավիճակը բարդ է, իսկ հարձակման ծավալներն աննախադեպ են։ Ալիևն էլ շտապեց տոնել իր բանակի առաջին հաջողությունը՝ Մատաղիսում բարձրացնելով Ադրբեջանի դրոշը։ Հաջորդ օրն ադրբեջանական կողմը հայտարարեց Ջրականն ու հարակից գյուղերը գրավելու մասին։ Պատերազմը մեկնարկելուց կարճ ժամանակ անց ադրբեջանցիները հասել էին Արցախի խոշոր քաղաքներ։ Շուշիում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրթիռակոծությունից տասնյակ ոստիկաններ զոհվեցին, այդպես էլ չհասնելով մարտի դաշտ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմի մեկնարկից 11 օր անց հայտարարեց. տեղի ունեցողը ողբերգություն է, իսկ հանգուցալուծումը դեռ չի նշմարվում։ Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանը հայտարարեց Հադրութը, Ֆիզուլին, հետո Կովսականը եւ եւս 34 բնակավայր գրավելու մասին։ Հայկական ուժերը կատաղի պայքարով, մեծ կորուստներով, սխրանքներով փորձում էին չզիջել դիրքերը, սակայն նահանջն անխուսափելի էր։ Պատերազմի դադարեցման համար Ալիևը նախապայմաններ էր թելադրում, պահանջելով հայկական կողմից գրավված տարածքների վերադարձ, ադրբեջանցի փախստականների վերաբնակեցում Շուշիում եւ Արցախի մյուս բնակավայրերում։ Սակայն հայկական կողմի համար բոլոր պայմաններն անընդունելի էին։ Միջազգային հանրությունը կոչ էր անում դադարեցնել կրակը, իսկ դրան զուգահեռ Բաքուն ոչ միայն ռմբակոծում էր Արցախը, այլև հարվածներ էր հասցնում նաեւ Հայաստանի պետական սահմանին։ Նոյեմբերի 8-ին Ալիևը հաղթական տրամադրությամբ հայտարարեց հաղթանակի եւ Շուշին ազատագրելու մասին։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան մեկնարկած դաժան պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան։ Եռակողմ փաստաթղթով Հայաստանը պարտավորվել էր մի քանի օրվա ընթացքում զորքերը դուրս բերել Արցախի այն հատվածներից, որոնք դեռ հայկական էին։ Լաչինից մնացած 5 կիլոմետր հատվածում վերահսկողությունը ստանձնեցին ռուս խաղաղապահները։ 44 օր տևած պատերազմի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, Արցախում եւ Հայաստանում զոհվել են 3809 զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք։ Իսկ ահա 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն անտեսելով ռուս խաղաղապահների ներկայությունը կրկին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ, որն էլ հանգեցրեց հայկական երկրորդ հանրապետության հայաթափմանը։ 44-օրյա պատերազմի հետևանքով բազմահազար ընտանիքներում մարեց տան ճրագը, բազմաթիվ հայեր զրկվեցին հայրենիքից։ Պատերազմից 5 տարի է անցել, բայց ցավը դեռ չի սպիացել։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։